Պարոն Գևորգյան, ես երկու հարց ունեի, մեկը բարերի ճշտությամբ պարոն Սարգսյանը տվեց եւ այն հանգամանքը, որ այդ խաղային օպերատորի ինստիտուտի ներդրումը ձգձգվեց, մասնավորապես պարոն Սարգսյանը օրենքի նախագիծ բերեց շրջանառության հարկի մեծացման հետ կապված, որը ես կարծում եմ իմ համեստ կարծիքով տնտեսագիտորեն սխալ էր, բայց հարկադրական մոտեցում էր։ Հիմա այդուհանդերձ, երկրորդ հարցս, դուք ասում եք, որ արդեն մրցույթի երկրորդ փուլն է, բայց երկրորդ փուլն է, դուք բերում եք օրենքի մեջ փոփոխություն եք մտցնում։ Մարդիկ կամ ընկերությունները, չգիտեմ ովքեր են, մասնակցել են մրցույթին եւ ընթացքում դուք փոփոխություն եք անում։ Նպատակը ո՞րն է։ Կարող է պատենտ ընկերությունը հայտնվել, որ ասենք ինչ-որ կրիտերիաների չի բավարարում։ Շնորհակալ եմ, պարոն Աղազարյան, շատ լավ հարց եք տալի, իրականում ակնկալում եմ, որ նման հարց կլինի, մենք որևէ չափանիշի մեջ կամ մրցույթի բուն ընթացակարգի մեջ որևէ փոփոխություն չենք անում։ Մեր փոփոխությունը բացառապես վերաբերում է դատական պրոցեսներով մրցույթի հնարավոր խոչընդոտմանը։ Այսինքն, եթե կլինեն որոշակի մասնակիցներ, որոնք կփորձեն դատական պրոցեսներ գեներացնել, որպեսզի մրցութային գործընթացը կասեցվի, այս փոփոխություններով հնարավոր չի լինի կասեցում կիրառել։ Այսինքն դատական էլի մասնակիցը կունենա իր իրավունքները, կգնա դատարան կպաշտպանվի եւ այլն, երբ որ կընդունվի վերջնական դատական ակտը կկատարվի, բայց ընթացքում ուղղակի հայց ներկայացնելով հայցի ապոմ կիրառել եւ կասեցնել մրցութային գործընթացը հնարավոր չի լինի, սրա մասն է խոսքը, մինչեւ այս պահն էլ մեր ունեցած տվյալներով հայց ներկայացված չի, սա անում են որպես կանխարգելիչ քայլ, այլ ոչ թե որպես ինչ որ խնդրի լուծում։ Արձագանք։ Այսինքն շնորհակալություն պարոն Գևորգյան, այսինքն փոփոխությունը վերաբերում է միայն մրցույթի ընթացակարգը ավելի հստակ եւ ավելի կանխատեսելի անելու համար։ Մենակ դրան է վերաբերում։ Այո։